Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մեր աղոթքն է, որ ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության եւ մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, լինի հաջողությամբ։ Այս մասին Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում դիմելով Հայաստանի վարչապետ Փաշինյանին, ասել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Հիշեցնենք, որ եկեղեցում կատարվել է մոմավառություն, վարչապետը ծաղիկները խոնարել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին 0:25-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Իրանն ինտենսիվորեն միջանցք է կառուցում Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար, որպեսզի օգնի Բաքվի հետ Երևանի հարաբերությունների կարգավորմանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խնդիրները կվերանան նրանց միջև քաղաքական եւ առևտրային հարաբերությունների կարգավորմամբ, հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Տարածքային խնդիրներից մեկն օգնում է լուծել Թեհրանը ճանապարհ կառուցելով դեպի Նախիջևան, նշել է նա։ Ինչ վերաբերում է Երևանի եւ Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, Փեզեշքյանը վստահ է, որ խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ մենք դուրս են գալիս մեր իրավունքի սահմաններից։ Ադրբեջանը Եվրոպայի կարևոր գործընկերն է։ Բաքվում հայտարարել է Եվրամիության արտաքին հարցերի եւ անվտանգության բարձր հանձնակատար Կայա Կալասը, որը ապրիլի 25-ին ժամանել էր Բաքու եւ բանակցություն վարել Իլհամ Ալիևի հետ։ Կալասը Բաքվում հայտարարել է, որ պայմանավորվել են վերսկսել Եվրամիություն-Ադրբեջան գործընկերության փաստաթղթի շուրջ բանակցությունը։ Պաշտոնյան նաեւ Եվրամիություն կենտրոնական Ասիա հարաբերության խորացման եւ այդ հարցում Ադրբեջանի դերի մասին է խոսել։ Թեման ուղիղ քննարկել է Ալիևի հետ։ Այն Ալիևի, որ 2 շաբաթ առաջ եվրոպական կողմին ծաղրում էր, հեգնում առաջարկում հայ-ադրբեջանական սահմանային հարցերին պարզապես չխառնվել։ Ապրիլի սկզբին, երբ Սամարղանդում կայացավ Եվրամիություն կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, թե տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի հարցում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացումը բեկումնային նշանակություն ունի։ Ալիևը տեղնուտեղը սևացրեց եվրոպացի դիվանագետներին։ Մենք միայն լսում ենք կոչեր բացել սահմանը Թուրքիայի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ինչ կապ ունի Եվրոպան այս ամենի հետ։ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները նրանց գործը չեն, որքան հեռու լինի Եվրոպական միությունը այս հարցերից, այնքան ավելի լավ բոլորի համար։ Ֆոն դեր Լայենի հայտարարությունը Ալիևին հունից անել էր, մասնավորապես այն պատճառով, որ Վրաստանը, այսպես ասենք, Եվրամիության թեթև ձեռքով էր քննարկումներից դուրս մնում ու այդ դեպքում Եվրամիություն էներգետիկ կապը կարող էր անցնել Հայաստանով, մի տարբերակ, որ ձեռնտու չէր Ալիևին։ Իրանք ոնց որ ավելի ակնարկում են, որ շահագրգռված կզեն, որ Հայաստանի տարածքով է ծաղրկած։ Ուրա բնական է, որ Ադրբեջանի բացական արձագանքը առաջացել է իրանց համար Վրաստանը, բնական է, որ նախ ավելի հարմար ու հասկանալի գործընկերական Հայաստանը, ինչպես գիտենք, հարաբերությունները նորմալացված չեն, բայց նրանց Վրաստանի դեպքում արդեն ենթակառուցվածքները կան արդեն։ Ամեն դեպքում կոշտությամբ աչքի ընկնող պատասխանի հեղինակը 2 շաբաթ անց հանդիպում է Կալասի հետ եւ իր իսկ հարկի տակ պաշտոնական հաղորդագրություն տարածում, թե քննարկել են կենտրոնական Ասիայի հետ կապերի հարցը։ Տրամաբանական է, որ այս հարցերի շարքում պարզապես չեն կարող չլինել այն հարցերը, որոնցից հեռու մնալ էր խորհուրդ տվել Ալիևը եվրոպացի պաշտոնյաներին։ Ինչն է նորից երկխոսության դաշտ բերել կողմերին, փոխադարձ շահերը ձևակերպում է քաղաքագետը։ Ադրբեջանը շահագրգռված է իրականության մեջ Եվրամիության ու նույն բանը իրանք մասնել կարելի ասել։ Իրանք մի կողմից շատ կուշտ քննադատում են, այդ առաքելությունը Հայաստանում պահանջում են, որ դուրս բերվի, իմիջիալուց Եվրամիությունը ուղիղ չի արձագանքում, այսինքն իրանք չեն ասում, որ պատրաստական են հանել առաքելությունները, այսինքն Հայաստանի որոշելի կանոնները, դա ըստ Եվրամիության Ադրբեջանը բավականին վատ հարաբերություններ ունի Եվրամիության առանցքային երկրների մեկի հետ Ֆրանսիայի հիմա, ու իրանք նաև շատ կուշտ արձագանքում են, երբ որ քննադատություն անում մարդու իրավունքների հետ կապված։ Այդ միաժամանակ դրա հետ նույն Կալասի հետ հանդիպման ժամանակ Ալիևը բավականին երկար խոսել է, որ իրանք հուսալի վստահելի գործընկեր են։ Իդեպ Կալասը Բաքվում հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանք գործադրել ռեգիոնում խաղաղության գործընթացին աջակցելու համար, բայց այցի մասին պաշտոնական հաղորդագրություն
խորհրդագրություններում եվրոպական դիտորդական առաքելության մասին տող չկա։ Ալիևը առիթը չի օգտագործել դիտորդներին հեռացնելու պահանջ բարձրաձայնել։ Հիշենք նաև Գերմանիայի նախագահն էլ Բաքու կատարած այցի ընթացքում ասել էր, թե խաղաղության պայմանագրի ստորագրման ադրբեջանական նախապայմաններն իրագործելի են։ Եվրամիության բարձր հանձնակատարն էլ արդյոք նույն կարծիքն ունի։ Բաքվում համենայն դեպս դեռ նման միտք չեն բարձրաձայնել։ Նրան սպասում են Երևանում։ Մասնագետները Հռոմում Ամերիկայի նախագահ Թրամփի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված խոսքերը վերածել է շուրթերի շարժումներից։ Հռոմի Պապի հուղարկավորության օրը կայացել է Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հանդիպումը, որի սկզբում ներկա է եղել Էմանուել Մակրոնը։ Մասնագետը վերցանել է Թրամփի խոսքերը. «Դուք այդ հարցում սխալ եք, ես ձեզնից մի լավություն եմ ուզում, դուք այստեղ չպետք է լինեք», ըստ մասնագետի ասել է Թրամփը Մակրոնին։ Նրա խոսքով հենց այդ պահին Զելենսկին գլխով շարժում է արել նշան համաձայնության։ Նշենք, որ Թրամփն ու Զելենսկին Հռոմի Պապի հուղարկավորության օրը հանդիպում են ունեցել, որը տևել է 15 րոպե։ Ավելի ուշ նրանց են միացել Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ կողմերը շարունակել են կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան ակտիվ քաղաքական երկխոսության հիմնական ասպեկտների վերաբերյալ։ Լավրովը եւ Ռուբիոն քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Նրանք նաև նշել են բանակցությունների նախադրյալների համախմբման կարևորությունը Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ճանապարհը համաձայնեցնելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները բոլոր մակարդակներում։ Մասնագետները Հռոմում Ամերիկայի նախագահ Թրամփի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված խոսքերը վերածել է շուրթերի շարժումներից։ Հռոմի Պապի հուղարկավորության օրը կայացել է Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հանդիպումը, որի սկզբում ներկա է եղել Էմանուել Մակրոնը։ Մասնագետը վերցանել է Թրամփի խոսքերը. «Դուք այդ հարցում սխալ եք, ես ձեզնից մի լավություն եմ ուզում, դուք այստեղ չպետք է լինեք», ըստ մասնագետի ասել է Թրամփը Մակրոնին։ Նրա խոսքով հենց այդ պահին Զելենսկին գլխով շարժում է արել նշան համաձայնության։ Նշենք, որ Թրամփն ու Զելենսկին Հռոմի Պապի հուղարկավորության օրը հանդիպում են ունեցել, որը տևել է 15 րոպե։ Ավելի ուշ նրանց են միացել Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջին անգամ պաշտոնապես հաստատել են իրենց զինվորականների մասնակցությունը Ուկրաինայի պատերազմին։ Կուրսկի մարզի ազատագրման գործողություններին մասնակցությունը տեղի է ունեցել Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի համաձայն։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը գործողությունները բնութագրել է որպես Ռուսաստանի հետ բարեկամությունն ու համերաշխությունը ավելի ամրապնդելու սրբազան առաքելություն։ Հնդկաստանը հականավային հրթիռների փորձարկումներ է իրականացրել։ Հատկանշական է, որ փորձարկումները տեղի են ունեցել Պակիստանի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին։ Հնդկաստանի հետախուզությունը նախազգուշացրել է նոր ահաբեկությունների հնարավորության մասին։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին զինված մարդիկ ահաբեկություն են իրականացրել զբոսաշրջային հայտնի Փահալգամ քաղաքում։ Զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի եւ 1 նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է թաքնվել։ Հնդկաստանի հետախուզական գործակալությունները ապացույցներ են գտել, որ վկայում են Լաշկար-e-Թայբա խմբավորման ահաբեկիչների հարձակմանը Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին։ Իրանի ամենամեծ նավահանգստում Բանդար Աբասում ապրիլի 26-ին տեղի ունեցած հզոր պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի։ Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ։ Շրջանառվում է կոնտեյներում առկա քիմիական նյութերի պայթյունի առաջացման վարկածը։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանը հանձնարարել է հետաքննություն սկսել։ Առնվազն 30 մարդ է զոհվել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաադ քաղաքում աֆրիկացի միգրանտների պահման վայրի վրա ԱՄՆ ռազմական հարձակման հետևանքով։ Մոտ 50 տուժածներ էլ տեղափոխվել են տեղի հիվանդանոց, որոնց մեծ մասը ծանր վիճակում։ Պատահարի վայրում շարունակվում է փլատակների մաքրումը։ Հարվածի պահին կենտրոնում գտնվել է ավելի քան 100 միգրանտ։ Իսրայելը Բեյրութի հարավային թաղամասի բնակիչներին Հադադ թաղամասի մի քանի շենքերից տարհանելու եւ առնվազն 300 մետր հեռավորության վրա տեղափոխվելու հրաման է տվել։ Սա վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին նման նախազգուշացումն է։ Բնակիչները հաղորդում են կրակոցների եւ տարածքից դուրս եկող ճանապարհներին առաջացած խցանումների մասին։ Բեյրութի հարավային արվարձաններում Հեզբոլահի վերահսկողության տակ գտնվող տարածքներում այս ամսվա սկզբին Իսրայելի ավիահարվածներից զոհվել է 4 մարդ, այդ թվում խմբավորման պաշտոնյաներից մեկը։
Ամերիկայի հարավային Կարոլինա նահանգի զբոսաշրջային գոտում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, 11-ը վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել մի քանի անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, երբ մասնակիցներից մեկը սկսել է կրակել։ Այնուհետև ոստիկանը պատասխան կրակ է բացել եւ փոխհրաձգության ժամանակ սպանել մեկ մարդու, որն ըստ ոստիկանության մահացել է ստացած վերքերից։ Աչաջրի մի բնակիչ Աչաջուր մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոտ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։ Այնուհետև ցանցում խճճված արջի քոթոտը տեղափոխվել է կենդանիների կացարան։ Գորշ արջուկը մոտ 2 ամսական է։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ներդրումից հետո իրավաբանական համայնքը համարեց, որ այն ակնհայտ հակասահմանադրական խնդիր ունի։ Օրենքն էլ հակաիրավական ու խնդրահարույց տարր։ Օրեր առաջ Սահմանադրական դատարանը ընդունեց որոշում, ըստ որի այսուհետև ենթադրաբար ապօրինի գույքը բռնագանձման ենթակա է, եթե այն ուղղակի կապ ունի անձին վերագրվող հանցանքի հետ։ Պատգամավորները ցանկանում են գլխավոր դատախազի դիրքորոշումը լսել։ Արդյոք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը հակասահմանադրական է։ Սահմանադրական դատարանի որոշումը յուրաքանչյուր հայցի շրջանակներում, այսինքն մեր դիրքորոշումները յուրաքանչյուր հայցի շրջանակներում կներկայացնենք, վստահ եմ հասցրել եք ծանոթանալ ամբողջական որոշման հետ, այստեղ հակասահմանադրականության հարց չի կարող քննարկվել, այսինքն մնացած ամեն ինչը հատվածական մոտեցումներ են։ Խնդիրը կիրառման շրջանակների հստակեցումն է, որը արդեն դատարանները պետք է որոշակի ուղենիշներ սահմանեն։ Գլխավոր դատախազն անդրադարձավ բանկային համակարգում տեղի ունեցող ֆիշինգի խարդախությունների երևույթներին։ Դրանց ցուցանիշներն ըստ Աննա Վարդապետյանի Հայաստանում աճում են։ Դատախազությունը քաղաքացիներից ստացել է բազմաթիվ բողոքներ, կան բանկեր, որոնք չունեն ուժեղ անվտանգության համակարգեր։ Գլխավոր դատախազը միջնորդագիր է ուղարկել կենտրոնական բանկ, խնդրելով օրինակ բանկերի միության միջոցով քննարկել անվտանգության համապատասխան համակարգ չունենալը այդ խնդիրն ունեցող բանկերի հետ։ Շատ մեզ համար անհասկանալի ալգորիթմներ էր դրված բանկերի on-line սպասարկման տիրույթում։ Օրինակ անձը ֆիզիկապես գնում է բանկ, իրեն մերժում են վարկի տրամադրումը, դիցոք 500,000 դրամ, բայց on-line 3 միլիոն դրամ վարկ է ստանում։ Եվ այստեղ մեզ համար կարմիր լույս վառվեց, որ ալգորիթմը, որը դրված է on-line banking-ի հիմքում, ուրեմն շատ ցածր շեմ ունի։ Կան դեպքեր, երբ քաղաքացիներն են ինքնակամ իրենց տվյալները տրամադրում հանցագործներին, չկասկածելով, որ ստացված զանգը բանկից չէ։ Ըստ Վարդապետյանի, եթե սակայն բանկն ունենար անվտանգության քիչ ավելի պաշտպանված համակարգ, կկարողանար կանխել այդ խարդախությունները։ Կան բանկեր, որոնք, այո, ավելի քիչ է այնտեղ այս տեսակ ֆիշինգները, որովհետև ունեն աշխատակիցներ, որոնք հեռախոսազանգով են տեղեկացնում, հայերենով են ծանուցումները, ավելի խիստ համակարգեր ունեն, կարող է մի քիչ ավելի շատ անհարմարություններ պատճառում դա բանկից օգտվողին, բայց ապահովում է հնարավոր այդ զերծարարությունների զոհ չդառնալ։ Եվ ունենք բանկեր, որոնք լրիվ այս առումով լոյալ են եւ որոշակի հետագից չեն ապահովում։ Մենք այս առումով արդեն զանգ ենք խփել եւ ասում ենք, որ այստեղ աշխատանք պետք է արվի եւ փոխվի ձևաչափը։ Զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության, նաև տարբեր բանկերի գլխավոր գրասենյակների մոտ։ Նրանք բողոքում են, որ իրենց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից էլ գումարներ հափշտակվել։ Այս կետնանցումը հաստատ մահաբեր է, որովհետև եթե մի շաբաթվա մեջ 2-3 հատ վրայերթ է լինում, այսպես կես դուրս կես կատակ ասեմ, որ այստեղից անցնելիս խաչակնքվում ենք, նոր անցնում ենք։ Գյումրու Սայաթնովա փողոցի մի հատվածը շատերը համարում են մահաբեր, որպես հիմնավոր պատճառ վերջին 1 շաբաթվա ընթացքում վրայերթի 2 դեպք են մատնանշում։ Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել են, բայց ապարդյուն։ Իսկ այսօր էլ ոչ թե բողոքելու, այլ իրազեկելու եւ պատասխանատու մարմինների ուշադրությունն այս խնդրի վրա կենտրոնացնելու համար մի քանի րոպեով փակում են Սայաթնովա փողոցը։ Կարճ ժամանակ անց բարեկային ծառայողներն արձանագրում են ու ճանապարհը բացվում է։ Այստեղ ամեն օր կարելի է ավտովթարի կամ վրայերթի ականատես լինել, նշում են Գյումրու դրամատիկական թատրոնի աշխատակիցները, թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի գլխավորությամբ։
Պիտի լուծում գտնեն այն մարդիկ, այսինքն մասնագետները, ովքեր իրավասու են եւ կարողանան լուծվի, որովհետեւ ես վստահ եմ շարունակական բնույթ է կրում եւ չեմ կարող միանշանակ ասել, որ այստեղ բարորդներն են մեղավոր կամ հետիոտը, բայց խնդիր կա, որովհետեւ անընդհատ այստեղ լինում են դեպքեր։ Հանդիսատեսը թատրոնի կենտրոնից պետք է մուտք գտնի, չէ՞, ներս մտնի։ Դրա համար ցանկալի է ոնց որ բոլոր տեղերում անպայման լուծեն Սվետաֆորի հարցը, ցանկալի է վերևից դրվի կնոպկայով, որովհետեւ մարդիկ կարողանան հասնել։ Վերջին տեղի ունեցած վրաերթն էլ աղմուկ բարձրացրեց մամուլում, չնայած վրաերթի ենթարկողը ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի եղբայրն է եղել Ռաֆայել Ալեքսանյանը, բայց այսօրվա գործողությունները կապ չունեն վերջինիս հետ։ Դեպքը տեղի ունեցել, բայց շատ չնչին, այսինքն երեխային ոչինչ չի եղել, մի թեթև փոքր վնասվածք էլ կարելի է չասել, որ ցավ կա։ Բժիշկները բոլորը ստուգել են, բոլոր պրոցեդուրաները կատարվել են, նկարահանում, ամեն ինչ արվել է։ Ընտեսելու համար չի կարելի մարդուն։ Ես այնպես եմ ստիպում, որ ես արդեն բոլորին է վերաբերում, ես արդեն իրավաբանների թիմ եմ, որ չի կարելի մարդուն անունի հետ անընդհատ խաղալ։ Խնդրի լուծման համար դեռ ժամանակ կպահանջվի, բայց ներկաների խոսքով այս ընթացքում վրաերթերի ու ավտովթարների մասին կրկին կլսվեն։